Բարի օր, բարի կեսօր իմ զինվոր։ Նամակը սկսում եմ հենց մեջտեղից։ Հենց այն պահից, երբ ճանաչեցի, իմացա անունդ, լսեցի խրունքիդ մասին։ Նամակս գրում եմ հենց կեսից։ Հենց այն կեսից, որ բախտի բերման, թե ճակատագրի կամոք ինձ բաժին հասավ։ Հենց այն կեսից, երբ գնացիր, գնալով հանդերձ կողքիս մնացիր։ Ծանոթ անծանոթ, չէ, հաստատ ծանոթ իմ զինվոր։ Նամակս քեզ եմ ուղղում։ Իմ հերու, իմ քաջազուն մարտիկ։ Նամակս անհասցե, բայց ունի հասցե։ Նամակիս պատասխանը դժվար է ստանամ, բայց այ հոգիս պատասխանը հաստատ կունենա։ Հեշտ բան չէ, որ զինվորը կանգնած է սահմանին, որ ամեն վայրկյան վտանգված է նրա կյանքը։ Շունթուրքը կարող է հայի դիմակի տակ նստել հաց ուտել հայի հետ, ուտել, հյուրասիրվել և հետո կրակել։ Դա է շունթուրքի արունը, խիղճը, մարդկությունը։ Հացը կերավ կշտացավ և աշխարհից հեռացրեց մի մարդ։ Չէ, մեկ մարդ չի, 1 միլիոնի կես։ Չխղճալով մեծահասակների և նաև 2 տարեկան երեխաների։ Կյանքից հեռացնել 1,5 միլիոն մարդ, հաստատ, և դա կարա անի միայն շունթուրքը։ Դա է նրա մարդկությունը, դա է նրա խիղճը, որ կյանքից կարող է հեռացնել 2 տարեկան երեխաների, մեծահասակների, ջահելների, մայրեր, հայրեր, որ շունթուրքը հեռացրել է կյանքից։ Աշխարհից մարդ հեռացնելը սովորական բան չէ։ Աշխարհից հեռացնել մարդ, դա ուղղակի կարող է անել շունթուրքը։ Մեր պայքար շիտակ